Ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանին հրապարակելու համար քվեարկության արդյունքները։ Համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Իրինա Յոլյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում առկա էր 102 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 38, դեմ 63։ Ըստ այդմ որոշումը չի ընդունվել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, Տիկին Մինասյան, եւ այժմ ձայնը տրվում է Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին առաջադրելու համար տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին։ Համեցեք։ Շնորհակալություն, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում եւ նաեւ այսօր իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ոչ ժողովրդավարական քայլերը եւ նախագահի թեկնածուի չընտրելը, Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկապային չի առաջադրում նախագահի թեկնածու եւ հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է կանոնակարգ օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված ժամկետում։ Շնորհակալություն։